Մենք այսօր կփորձենք խոսել բոլորի կողմից բարիատրիկ վիրահատություններից հետո խնդիր դարձած մազաթափության մասին։ Ինչու է դա տեղի ունենում եւ ինչն է դրա հիմնական պատճառները։ Ասեմ, որ մազաթափությունը դա տեղի է ունենում վիրահատությունից 1, 2, 3, մինչև 4 ամիս հետո։ Եվ դա պայմանավորված է, որ հիվանդների մոտ սննդակարգի, սնունդի ընդունման չափաբաժինները փոխվում են։ Բնականաբար բուժառուները չեն կարողանում համապատասխան չափաբաժին վիտամինները եւ սնունդը ստանալ եւ հետեւաբար գալիս է մի պահ, երբ տեղի է ունենում մազաթափություն։ Երբ հիվանդները կորցնում են իրենց քաշը, տեսնում են, որ իրենց մոտ էներգիայի աճ կա, ամեն ինչ դրական է եւ մեկ էլ հանկարծ մազաթափություն, որը որ ունենում է բացասական ազդեցություն։ Պետք է առաջ անցնեմ եւ ուրախացնեմ, որ նախ դա ժամանակավոր բնույթ է, իսկ ինչն է պատճառը։ Պատճառը նոր շեշտեցի, որ դա սննդակարգի ընդունման չափաբաժինների քանակի պակասումն է, որի ժամանակ բնականաբար ոչ ամբողջ վիտամինների քանակն է կարողանում յուրացվել օրգանիզմի կողմից։ Սպիտակուցների, վիտամին B-ի, A-ի, D-ի եւ որոշ շատ երկաթի պարունակության պակասի դեպքում մենք ունենում ենք մազաթափության դեպքեր։ Եվ 1 տարի անց, 9 ամիս անց, երբ որ արդեն սկսում են հիվանդների չափաբաժինները սննդի մեծանալ, հիվանդները կարողանում են բուժառուները ավելի շատ սնունդ ընդունել եւ իրենց վիտամինները կարգավորվել, մենք այդ խնդրից ձերբազատվում ենք։ Ինչ անել, որպեսզի խուսափել նման երևույթներից։ Բնականաբար վիրահատությունից հետո ապահովել բավարար քանակի սպիտակուցային սնունդ եւ բնականաբար վիտամինների քանակ, որոնք որ մենք սովորաբար նշանակում ենք վիրահատությունից հետո։ Սիրելի պացիենտներ, խուճապի մի մատնվեք եւ հետեւեք բժշկի խորհուրդներին։ Ամեն դեպքում շատ կուզենամ զգուշացնել եւ ասել, եթե տեսնում եք, որ մազաթափությունը ինտենսիվ է կամ վիրահատությունից հետո ունեք որևէ խնդիր, որը որ ձեզ անհանգստացնում է, անպայման դիմեք բժշկի, քանի որ բժշկին դիմելուց մենք կարող ենք անել նշանակումներ, բնականաբար վիտամինի, արյան քննության եւ որի կորեկցիայի հետևանքով մենք այդ բոլոր հարցերի լուծումները կտանք։